Ռուսաստանը և Միացյալ Նահանգները երկկողմ հարաբերությունների վերականգնման սկզբնական փուլում են, հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, շեշտելով, որ ճանապարհը երկար է լինելու։ Նա նաև հերքել է լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև այս շաբաթ բանակցություններ են սպասվում։ Պեսկովն անդրադարձել է նաև Սիրիայի արևմուտքում տեղի ունեցող զարգացումներին, նշել բռնության դեպքերը մտահոգում են Ռուսաստանին։ Այս մտահոգությունը կիսում են աշխարհի շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ, այդ թվում ՄԱԿ-ը, նշել է Պեսկովը։ Հորդանանի, Իրաքի, Լիբանանի, Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարները հանդիպել են Ամանում քննարկելու Սիրիայի շուրջ զարգացումները և տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքը։ Նախարարները բանակցությունների ավարտին մամուլի ասուլիս են ունեցել, ազդարարելով հակաահաբեկչական ընդհանուր ծրագրերի մասին, որոնք մասնավորապես վերաբերում են իսլամական պետության դեմ պայքարին։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանն ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարի միասնական համակարգ ունենալու անհրաժեշտությունը։ Մենք տարածաշրջանի երկրներս պետք է կամք և նախաձեռնություն դրսևորենք, հավաքական ձևով տեր կանգնելու տարածաշրջանի խնդիրներին և լուծենք դրանք։ Հակառակ դեպքում տարածաշրջանի խնդիրները կվերածվեն գլոբալ խնդիրների և կհանգեցնեն նրան, որ մեր տարածաշրջան կներխուժեն այլ գլոբալ դերակատարներ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։ Սիրիայի արտգործնախարարն էլ նշել է, որ հանդիպմանը մասնակցող բոլոր երկրները հաստատել են, որ կանգնած են Սիրիայի նոր կառավարության կողքին, դիմակայելու այն մարտահրավերներին, որոնց այսօր բախվում է երկիրը։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ մարտի 6-ից ի վեր զոհվել է 1311 մարդ, այդ թվում անվտանգության ուժերի և պաշտպանության նախարարության 231 ներկայացուցիչ, նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի 250 կողմնակից և 830 խաղաղ բնակիչ։ Մի շարք երկրներ, այդ թվում Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ, Եվրամիությունը, ՄԱԿ-ը կոչ են արել անկախ և թափանցիկ հետաքննություն անցկացնել, բացահայտելու տեղի ունեցած հանցագործությունները։ Համասի բարձրաստիճան պաշտոնյա Թահեր Ալ-Նոնոն հաստատել է, որ Կատարի մայրաքաղաք Դոհայում Համասի ղեկավարության և Միացյալ Նահանգների նախագահի ներկայացուցչի միջև տեղի է ունեցել մի քանի հանդիպում, ԱՄՆ քաղաքացիություն ունեցող իսրայելցի պատանդի ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի շուրջ։ Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտարարել են, որ Միացյալ Նահանգները խորհրդակցել է Իսրայելի հետ Համասի հետ ուղիղ բանակցություններից առաջ և որ Իսրայելն իր դիրքորոշումն է փոխանցել ամերիկյան կողմին։ Ըստ լրատվամիջոցների, այս հանդիպումները որոշակի լարվածություն են առաջացրել Միացյալ Նահանգների և Իսրայելի հարաբերություններում։ Միացյալ Նահանգները պաշտոնապես դադարեցրել է միջազգային զարգացման գործակալության ծրագրերի 83%-ը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ 5200 պայմանագրերով, որոնք այժմ չեղյալ են հայտարարվել, նախատեսվում էր ծախսել տասնյակ միլիարդավոր դոլարներ, Միացյալ Նահանգների շահերին ոչ համապատասխան, գրել է Ռուբիոն X-ի իր էջում։ Նրա խոսքով ԱՄՆ ՄԶԳ մնացած ծրագրերի կառավարումը փոխանցվել է ԱՄՆ պետդեպարտամենտին։ Իր գրառման մեջ պետքարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտին, որը վերահսկվում է Իլոն Մասկի կողմից այս ուշացած և պատմական բարեփոխումներին հասնելու համար։ Մերի Ներսիսյան, լուրեր։